Հարգելի դաշնակցական քույրեր, եղբայրներ, ես ձեզ ուզում եմ մի քանի բառ կիսվեմ ձեզ հետ, մի քանի խոսք կիսվեմ, էլի։ Ես շատ լավ եմ տրամադրված, դուք ձեր հանդեպ, մեր հայրենակիցներն եք, մեր հայերն եք, ուրեմն դաշնակցական հեղափոխական կուսակցությունը ստեղծվել է միմիայն Թուրքիայի եւ Պարսկաստանի տարածքում, որպեսզի ստեղծենք պետություն, հայկական պետություն։ Դա հենց այդպես էլ եղել է, այդ կուսակցությունը ստեղծվել է դրա համար։ Հիմա Արգելի դաշնակցականներ ջան, հիմա նայեք, ամեն կուսակցություն իր անվան հետ պետքա համընկնի։ Օրինակ ՔՊ, չէ, քաղաքացիական պայմանագիր։ Պայմանագիր է կնքում քաղաքացիների հետ երևի։ Ուժեղ Հայաստան։ Երևի մարդկանց լավ փող ունեն, էսա բերում են Հայաստան ու ուժեղ Հայաստան սարքեն։ Ну, եւ այլը։ Անդե մայր Հայաստան, չգիտեմ, իրանք ուզում են երևի Հայաստանի մայրը դառնան։ Հարավոր ամեն ինչ էլ։ Բայց քանի որ մենք արդեն ունենք պետություն, հայ հեղափոխական դաշնակցություն, այդ կուսակցությունը այլևս ում դեմ է պայքարելու, որ այդ անունը օրինակ մնում է, հայ հեղափոխական դաշնակցություն։ Հիմա ինչ մեր երկրում ով իշխանության գա, դուք այդ դաշնակցության, հայ հեղափոխական դաշնակցության անվան տակ, այդ երկրի տվյալ ով իշխանության եկած, նրանց դեմ պայքարելու եք։ Հարազատներ ջան, եղբայրներ ջան, քույրեր ջան, մենք արդեն ունենք պետություն, ունենք։ Ասենք կա քրդական բամբորական կուսակցություն, չէ։ Նրանք մինչ օրս պայքարում են, որ իրանց համար պետություն ստեղծեն։ Կուրս Երաբոչի պարտիա, քրդական բամբորական կուսակցություն, էլի։ Հիմա նրանք հլա մինչ օրս պայքարում են։ Երևի նրանք ձեր ժամանակից էլ, այն ժամանակից, երբ որ դեռ նույնիսկ սովետական Հայաստան գոյություն չուներ, դեռ այն ժամանակից դուք էլ եք պայքարում, նրանք էլ են պայքարի մեջ մինչ այսօր դուք էլ եք պայքարում։ Բայց հարգելիներս, դա արդեն այդ կուսակցությունը պետք է անվանափոխվի։ Դա արդեն մեզ ունենք արդեն պետություն, էլ հայ հեղափոխական դաշնակցություն, էլ դա պետք չի, անվանափոխեք մի հատ գեղեցիկ անուն դրեք, ասենք մի հատ լավ անուն էլ դու դրեք, էլի Հայաստանը հետ, մի ինչ-որ մի բան, մի անուն դրեք, բայց այդ արդեն հայ հեղափոխական, դա ոչ մի բանի մասի չի ասում, հասկանում եք։ Օրինակ ես որ 100% ասենք բան կանեմ, կփոխեմ նամանավանդ Արցախը Եվլախում ստորագրել հանձնելուց հետո ես ընդհանրապես այդ կուսակցությունը ես ամոթից կլուծարեմ, որ դրա անունը այլևս բան չարվի, դա մեկը ուզեք չուզեք պատմության գրքերում գրվելու է, դուք էլ եթե փաստացի կուսակցություն եք, դա մի քիչ այդ պատմության գրքերը
ձեր մասին լավ բաներ չի ասելու, մեկը գրվելու է, դուք ուզեք դա թե չուզեք։ Դա անվանափոխել է պետք է այդ կուսակցությունը։ Ես ուղղակի սա խորհրդի կարգով եմ ասում։ Խորհրդի կարգով։ Արդեն այդ կուսակցությունը արդեն պետք չի, հա այն ժամանակ եւ Իրանում եւ Թուրքիայում պայքարել են դաշնակցականները, ով չգիտի։ Պայքարել են, որ պետություն ունենան։ Ստեղծեն պետություն 14-րդ դարից, մեկ էլ 19-րդ դարում, որ այդ կուսակցությունը ստեղծել, պայքարել են, բայհարգե, ով կարա ուրանա դրա մեջ, բայց այսօր դա արդեն պետք չի այդ անունը։ Մեզ ունենք պետություն, մենք քրդեր չենք։ Մենք հայեր ենք, մենք ունենք Հայաստանի Հանրապետություն, պետություն։ Հասկանում եք, մենք քրդեր չենք։ Մենք ում դեմ ենք այսօր պայքարում։ Դե վերջ, մի հատ սիրուն անուն բանար եք դրեք, ես կրկնում եմ մանավանդ այդ Եվլախից հետո, այդ անունը կրելը մի քիչ ամոթ է, իրականում ամոթ է։ Ես ուղղակի ինձ խորհրդի կարգով, մեկիդ էլ է, սաղդ էլ, իմ աղբերներ, քույրերն եք, բոլորն էլ։ Ես ոչ մեկի հանդեպ վատ տրամադրված չեմ, բոլորի հանդեպ էլ լավ, ուղղակի ես խորհրդին կողմից, ով կընդունի, ով չի ընդունի, մենակ չհայհոյեք, հայհոյողին ես չեմ պատասխանում, ուղղակի ջուրը քաշում եմ գնում է, կնոպկին սխվում եմ, ջուրը քաշում գնում է, և վերջ, էս է ժողովուրդ ջան, իրականությունը էս է, քանի կուսակցություն, կոմունիստները, որ 70-80 տարի աշխարհի կեսի իշխեցին, վերացան, ձեր ցավը տանեմ, հիմա մարդիկ ամաչում են կոմունիստական կուսակցություն բացեն, հասկանում եք, մարդիկ ամաչում են, որովհետև դա ամոթալի կուսակցություն էր, հիմի այս վերջում, որ կատարվեց Արցախում, դա ամոթալի բան է, որ ընդե գրանցվեց, որ դաշնակցական կուսակցությունը Արցախը լուծարեց, ստորագրեց, լուծարեց։ Թե վախցրել են, թե ինչ, դա ոչ մեկին չի հետաքրքրում, դա պատմության մեջ արդեն դա գրվելու է։ Պատմության գրքերում, դասագրքերում դա գրվելու է։ Հասկանում ենք, որ թուրքերը վախեցրել են, վախի մթնոլորտի տակ, ժողովուրդին են վախցրել, այդ կուսակցությանն են վախցրել։ Դե փաստորեն դաշնակներն են ստորագրել եւ վերջ։ Այդ կուսակցությունը հարկավոր է, ես չեմ ասում լուծարել, ուղղակի անունը փոխել եւ վերջ։ Դրա դարը անցել է, ժողովուրդ ջան, դաշնակցականներ ջան, դրա դարը անցել է, մտածեք։ Ես համար եմ ասում։ Լավ եղեք, ժողովուրդ ջան։ Նորից բոլոր դաշնակների, բոլորի քաղաքացիական այդ տոնը շնորհավոր նորից։ Լավ մնացեք։